Սաղմոս 135 Օրհնեցեք Տիրոջ անունը, օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, որ կանգնում եք Տիրոջ տանը, մեր Աստծո տան սրահների մեջ։ Օրհնեցեք Տիրոջը, որովհետև Տերը բարի է, Սաղմոս ասացեք նրա անվանը, որովհետև քաղցր է, որովհետև Տերը Հակոբին ընտրեց իր համար և Իսրայելը իր ժառանգության համար։ Որովհետև ես իմացա, որ Տերը մեծ է, և մեր Տերն ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։ Տերն այն ամենը, ինչ կամենում է, անում է, և երկնքում և երկրում, ծովերի մեջ և բոլոր խորը տեղերում։ Նա, որ ամպերը բարձրացնում է երկրի ծայրից, կայծակներն անձրև է դարձնում և քամին հանում է իր շտեմարաններից, որ սպանեց Եգիպտոսի անդրանիկներին մարդուս մինչև անասունները, որ նշաններ և հրաշքներ ուղարկեց քո մեջ, ով Եգիպտոս, փարավոնի և նրա բոլոր ծառաների վրա, որ զարկեց շատ ազգերի և սպանեց հզոր թագավորների, ամորահացիների Սեհոն թագավորին, Բասանի Օղ թագավորին և քանանացիների բոլոր թագավորությունները, և նրանց երկիրը ժառանգություն տվեց, ժառանգություն Իսրայելի իր ժողովրդի համար։ Տեր, քո անունը մինչև հավիտյան է, Տեր, քո հիշատակը ազգից մինչև ազգ, որովհետև Տերը պիտի դատի իր ժողովրդին և ողորմի իր ծառաներին։ Հեթանոսների կուռքերն արծաթ ու ոսկի են, մարդկանց ձեռքի գործեր, բերան ունեն և չեն խոսում, աչքեր ունեն և չեն տեսնում, ականջներ ունեն և չեն լսում, և բնավ շունչ չկա նրանց բերանում։ Նրանց նման են իրենց կերտողները և բոլոր նրանք, որ հույս են դրել նրանց վրա։ Ով Իսրայելի տուն, օրհնեցեք Տիրոջը, ով Ահարոնի տուն, օրհնեցեք Տիրոջը, ով Ղևիի տուն, օրհնեցեք Տիրոջը։ Դուք, Տիրոջից վախեցողներ, օրհնեցեք Տիրոջը։ Օրհնյալ լինի Տերը Սիոնից, նա, որ բնակվում է Երուսաղեմում։ Ալելույա։